Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարի գետում հայտնաբերել են 2-ամյա Տիգրանի մարմինը, երեխայի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից քննչական խումբը ժամանել է դեպքի վայր։ Իր հերթին ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ այսօր ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարի գետում Հրազդան ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ 2 տարեկան Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր, հայտնում են քննչական կոմիտեից։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-ից 29-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին հայտնում են արտգործնախարարությունից։ Նախարար Սիյարտոն Երևանյան երկխոսություն ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման, ծրագրված է հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Երևանյան երկխոսության քննարկումներին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել միջոցառման պաշտոնական կայքեջում սոցհերթակներում։ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես նաև ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները գագաթնաժողովը հյուրընկալելու համար, նշել է Փաշինյանը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի գարնանը։ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովը անցկացվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ 7-րդ գագաթնաժողովն անցկացվելու է Դանիայում։ Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, հայտնում են արտգործնախարարությունից։ Ֆիլիպ Իվանովիչը Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման, կկայանա հանդիպում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ներքին գործերի նախարարության համար ծառայողների բարևարքության մակարդակի բարձրացումը թիրախային է, եւ այս ուղղությամբ մշտապես իրականացվում են գործնական քայլեր, նաեւ պարբերական վերապատրաստումների տեսքով։ Ներքին գործերի նախարարության եւ ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ հանդիսացող ռազմավարությունների ազգային կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 19-ից 22-ն անցկացվել է բարևարքություն թեմայով վերապատրաստում։ Դասընթացին մասնակցել են փրկարար, պարեկային ծառայությունների, ինչպես նաև միգրացիա եւ քաղաքացիության ծառայության միջին խմբի շուրջ 90 աշխատակիցներ։ Վերապատրաստումն իրականացվել է հանրային ծառայողների բարևարքության պլանի շրջանակում։ Դասընթացը վարել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության հանրային կառավարման հարցերով պատասխանատու Արմեն Խուդավերդյանը։ Վերապատրաստման ընթացքում քննարկվել են բարևարքության ինստիտուցիոնալ համակարգը, դրա հիմնական նորմերը, ծառայողի վարքագծի կանոնները, այդ թվում նվերներ ընդունելու եւ այլ սահմանափակումները, ինչպես նաեւ շահերի բախման կանոնները խախտելու հետևանքներն ու մի շարք այլ թեմաներ։ Անդրադարձ է կատարվել հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններին եւ դրանց մեկնաբանություններին։ Նմանատիպ վերապատրաստումները շարունակական են, նպատակ ունենալով բարձրացնել ներքին գործերի նախարարության ծառայությունների գործունեության թափանցիկությունն ու բարևարքության մակարդակը։ Հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում նշված է. Քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված եւ մանրակրկիտ պլանավորած հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը։
Արդյունքում հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների եւ վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել է հափշտակված 590,000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը, 578,800 դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ։ Առաջիկայում հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ, թույլատրելի սահմաններում ներկայացնելով ինչպես հանրային հնչեղություն ստացած այս վարույթով պարզված հանգամանքները, այնպես էլ հանցագործության եւ դրա մասնակիցների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների գործադրած ջանքերը։ Ծաղկաձորում այսօր առավոտյան բագի տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։ Շամշյանքոմի տեղեկություններով վթարից հետո 4 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են։ Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, այն վարողի մահացածների եւ վիրավորների ինքնությունը։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են մարզերում մայիսի 25-ին եւ 27-ին կեսօրից հետո, 28-ից 29-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։